Հարգելինես յուրաքանչյուր տան տնտեսուհի ձգտում է ամռանը տարբեր զանազան պահածոներ պատրաստի, որ ընտանիքի անդամներով ձմռան սառը եղանակներին վայելեն։ Ահա, այսօր ես ցանկացա ձեր հետ կիսվեմ իմ մարինադ պատրաստելու տարբերակով։ Պատրաստում եմ լոլիկի և վարունգի մարինադ։ Կրկին քիչ քանակությամբ եմ պատրաստում, քանի որ ժամանակը շատ սուղ է, իսկ պահածոներ գրեթե բոլորն էլ սիրում են։ Եվ եթե կցանկանաք, դուք էլ կարող եք իմ օրինակին հետևեք և այսպես քիչ քանակությամբ պատրաստեք և խնայեք ձեր ժամանակը։ Նշեմ, որ այս տարբերակով պատրաստած մարինադը իրոք շատ համեղ է ստացվում։ Բանկաները լավ լվանալուց հետո յուրաքանչյուրի մեջ ես ավելացրել եմ սև հատիկավոր պղպեղ, ավելացրել եմ սխտոր, թարմ սամիտ, գազար, դափն ու տերև և ընթացքում սկսել եմ լցոնել։ Նաև ասեմ, որ ավելացրել եմ սամիթի չորացրած ճյուղերը, որը իրոք շատ արտակարգ և յուրահատուկ համ է փոխանցում յուրաքանչյուր մարինադին։ Նաև ավելացրել եմ 2 ճաշի քթալ աղ յուրաքանչյուր բանկային և 2 ճաշի քթալ էսենցիա։ Նշեմ, որ իմ բանկաները 2 լիտրանոց են։ Յուրաքանչյուր բանկաների մեջ ես ավելացրել եմ եռացրած ջուրը և տեղադրել եմ ստերիլիզացիա լինելու և եռացնում եք մոտ 5-ից 10 րոպեի ընթացքում, ավել պետք չի։ Նայում եք վարունգը, երբ որ իր գույնը արդեն ուզում է փոխի, բայց դեռ չի փոխել, դուք հանում եք, որ այդպիսով վարունգը լինի խրթխրթան, իսկ լոլիկն էլ իրոք քիմքին շատ հաճելի փափկություն ունենա։ Բանկաները զակատանելուց հետո հակառակ ձևով շուռ եք տալիս և տաք ադյալով, տաք ինչ-որ ձեր ձեռքի տակ կա, փաթաթում եք լավ և 1 օր թողում եք իրանք այդ դիրքում մնան, մինչև իրանք ինքնուրույն սառեն և այդպիսով վարունգը ընթացքում արդեն այսպիսի շատ հետաքրքիր իր երանգը ստանում է և համ տեսելուց իրոք շատ համեղ է ստացվում։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Հավելեմ նաև, եթե դուք ցանկանում եք ձեր մարինադը մի փոքր կծվություն ունենա, կարող եք յուրաքանչյուրի մեջ 1 հատ ծիծակ ավելացնեք և այդպիսով ապահովեք ձեր ցանկալի մռու մարինադը։ Կրկին նշեմ, որ իմ մարինադի մեջ ես օգտագործել եմ լոլիկ, վարունգ, գազար, սխտոր, թարմ և չորացրած սամիթներ, դափն ու տերև, սև հատիկավոր պղպեղ և արտակարգ համեղ է ստացվում, բոլոր համերը իրար խառնվելով յուրահատուկ համային երանգ են փոխանցում յուրաքանչյուր ուտեստի հետ էլ կարելի է մատուցել այս մարինադը։ Դե իհարկե կարտոֆիլով պյուրեի և բրնձով փլավի անփոխարինելի բաղադրիչներն են այս մարինադի լոլիկն ու վարունգը։